դահլիճներ, թե անդահլիճներ, այնուամենայնիվ ես ուղիղ ետևում տեսել եմ կիսը ավարտելուց հետո ինչպիսի իրադարձություններ տեղի ունեցան նիստի դահլիճում եւ իմ վստահողի պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ, այլն նաեւ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նիստից հետո նիստի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ զրպարտական սուտ մանրությամբ հանդես են եկել եւ իմ վստահողի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում եւ այդ հանրային քրեական հետապնդումը նախաձեռնվեց ես կարծում եմ հատուկ պատվերի ներքո, որովհետեւ ամբողջը տեսադրանագրվում էր ուղիղ եթերում էր հեռարձակվում, ես չեմ լսել այնտեղ հայտնություններ, մինչդեռ Սպարտակ Ղուկասյանը այդ ժամանակ երբ գալիս էր դատարան գտնվում էր տնային կամքի ներքո, իսկ դրանից հետո, այսինքն այնպիսի իրադարձություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը ապօրինաբար մեկ այլ դատարան Տաթևիկ Նուրազյանի նախագահությամբ ընտրեց խափանամիջոց կանոնավորում եւ դրա հետ մեկտեղ իր առաջ չափազանց կտրուկ սահմանափակում ընդհանուր մինչև արգելելը շփվել ընտանիքի անդամների հետ, մայրիկի հետ, կնոջ հետ, երեխաների հետ եւ նաեւ մանկահասակ երեխայի հետ։ Այսինքն այդ աստիճանի, որ տեղի է ունեցել դատարանի դահլիճում ինչ-որ խոսակցություն, որը չէր պարունակել որևիցե արգելված բառ, այսինքն որը կարող է դիտարկվել որպես խուլիգանություն կամ հայոյան։ Հիմա ես չգիտեմ այդ ոստիկան միջնորդությունս վերաբերում է, որ ձեր դատական նիստերից հետո ինձ վստահողների անվտանգությունը ապահովված չէ։ Իմ վստահողները այստեղ խնդիր ունեն դատարանի դահլիճներում, մասնավորապես բռնություն գործադրող իրավազոր, որը իհարկե նաև պետք է լինի իրավաչափ եւ չափավոր, ոստիկանների կողմից։ Հիմա մենք դիտարկում ենք, որ դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես իմ պաշտպանյալի եւ իմ վստահողի նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատնությամբ, այստեղ գտնվող ոստիկանների կողմից, ովքեր են եղել, ես չգիտեմ։ Իրենց պատվեր անուններով մենք գիտենք, բայց իրենց դեպքում ես չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահը 130 չի կատարվել, բայց ամենա, այսպես ասենք, ցավոտ եւ զգայուն հետևանքը դա այն է, որ լրացուցիչ պարոն Ղուկասյանին ցանկացան ճշգրիտ գործադրել եւ Սպարտակ Ղուկասյանին տան միակ, այսինքն այդ պահին տանը գտնվող տղամարդուն կտրել ընտանիքից։ Իդեպ ասեմ, երևի դուք գիտեք, որ եւ Սպարտակ Ղուկասյանը եւ պարոն Վարդան Ղուկասյանը դա մեծ ընտանիք է, ապրում է մի տան մեջ եւ այդ ընտանիքից զրկել են երկու տղամարդուն։ Դուք կանանքով չեք զրկել, բայց երկու այլ դատավորներ, որոնցից մեկը Տաթևիկ Նուրազյանը, երկրորդը Վարդգես Սարգսյանը, զրկել են այս մարդկանց ազատությունից, այն էլ անհիմն։ Մեկը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է, քաղաքական գործիչ է եւ քաղաքական ենթատեքստը նրան զրկելու ազատությունից հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեպքի կողմից հոկտեմբերի 1-ին եւ անվտանգությանը։ Այսինքն մենք ունենք մտավախություն։ Կարող մի քիչ հետո նույնիսկ գտա։ Մի քիչ հետո